Ղուկաս 5-րդ գլուխ։ Եվ մինչ ժողովուրդը խռնվում էր նրա շուրջը լսելու Աստծու խոսքը, նա կանգնած էր Գենեսարեթի ծովակի ափին։ Եվ տեսավ ծովակի եզերքին կանգնած երկու նավակներ, եւ ձկնորսները դրանց միջից դուրս եկած ուրկաններն էին լվանում։ Նա մտավ նավակներից մեկի մեջ, որ Սիմոնինն էր, եւ խնդրեց, որ ցամաքից փոքր ինչ հեռացնի այն։ Նստեց ու նավակի միջից ուսուցանում էր ժողովրդին։ Եվ երբ դադարեց խոսելուց, ասաց Սիմոնին. «Քշիր դեպի ծովի խորքերը եւ ձեր ուրկանները գցեք որսալու համար»։ Սիմոնը պատասխանեց եւ ասաց նրան. «Վարդապետ, այս ամբողջ գիշեր չարչարվեցինք եւ ոչինչ չբռնեցինք, բայց քո խոսքի համար ուրկանները կգցենք»։ Երբ այդ արեցին, մեծ քանակությամբ ձկներ բռնեցին, այն աստիճան, որ նրանց ուրկանները պատռվում էին։ Նրանք նշան էին անում մյուս նավակի մեջ եղող իրենց որսակիցներին, որ գան իրենց օգնելու, եւ նրանք եկան ու երկու նավակներն էլ լցվեցին սուզվելու աստիճան։ Երբ Սիմոն Պետրոսն այս տեսավ, Հիսուսի ծնկներին փաթաթվեց ու ասաց. «Ինձնից հեռու գնա, Տեր, որովհետև ես մեղավոր մարդ եմ»։ Քանզի վախը պատել էր նրան եւ բոլոր մարդկանց, որ նրա հետ էին, իրենց բռնած ձկների քանակի պատճառով, նույնպես եւ Հակոբոսին եւ Հովհաննեսին, Զեբեդեոսի որդիներին, որոնք Սիմոնի որսակիցներն էին։ Եվ Հիսուսը Սիմոնին ասաց. «Մի վախեցիր, այսուհետև դու մարդկանց պիտի որսաս կյանքի համար»։ Եվ նավակը ցամաք անելով, թողեցին ամեն ինչ ու նրան հետևեցին։ Եվ երբ նա հասավ քաղաքներից մեկը, բորոտությամբ պատված մի մարդ Հիսուսին տեսնելով, երեսի վրա ընկած աղաչեց նրան եւ ասաց. «Տեր, եթե կամենաս, կարող ես ինձ մաքրել»։ Հիսուսը մեկնեց իր ձեռքը, դիպավ նրան եւ ասաց. «Կամենում եմ, մաքրվիր»։ Եվ բորոտությունն իսկույն գնաց նրանից։ Հիսուսը պատվիրեց նրան ոչ ոքի չասել, այլ ասաց. «Գնա, դու քեզ ցույց տուր քահանային եւ ընծամատուցիր քո մաքրվելու համար, ինչպես որ հրամայել էր Մովսեսը իբրև վկայություն նրանց»։ Եվ նրա համբավն ավելի ու ավելի էր տարածվում։ Բազում ժողովուրդ էր հավաքվում, լսելու նրան ու իրենց հիվանդությունից բժշկվելու։ Իսկ նա խույս էր տալիս դեպի ամայի վայրեր ու աղոթքի էր կանգնում։ Եվ մի օր ինքն ուսուցանում էր, իսկ Գալիլեայի եւ Հրեաստանի բոլոր քաղաքներից ու Երուսաղեմից հավաքված փարիսեցիները եւ օրենքի ուսուցիչները նստած էին։ Մարդկանց բժշկելիս Տիրոջ զորությունը Հիսուսի հետ էր։ Եվ ահա մարդիկ մահիճով մի անդամալույց մարդ բերեցին եւ ուզում էին նրան ներս մտցնել ու դնել նրա առաջ։ Եվ երբ ամբոխի պատճառով նրան ներս մտցնելու միջոց չգտան, բարձրացան տանիք եւ կտուրի բացվածքից նրան վար կախեցին եւ մահիճով հանդերձ իջեցրին մեջտեղ Հիսուսի առաջ։ Տեսնելով նրանց հավատը, Հիսուսն ասաց նրան. «Ով մարդ, թող քո մեղքերը քեզ ներվեն»։ Դպիրներն ու փարիսեցիները սկսեցին խորհել եւ ասացին. «Ո՞վ է սա, որ հայրանքներ է ասում։ Ո՞վ կարող է ներել մեղքերը, եթե ոչ Աստված միայն»։ Հիսուսը գիտենալով նրանց մտածումներն ու հարցերը, պատասխանեց նրանց եւ ասաց. «Ինչ եք մտմտում ձեր սրտերում։ Որն է ավելի հեշտ, ասել քեզ ներված լինեն քո մեղքերը, թե ասել վեր կաց եւ քայլիր։ Բայց որպեսզի իմանաք, որ մարդու որդին իշխանություն ունի երկրի վրա մեղքերը ներելու, անդամալույծին ասաց. քեզ եմ ասում, վեր կաց, վերցրու քո մահիճը եւ գնա քո տունը»։ Եվ բոլորի առաջ իսկույն վեր կենալով, իր վրա առավ այն, ինչի վրա պառկած էր, գնաց իր տունը եւ փառավորում էր Աստծուն։ Բոլորն ապշահար եղան եւ փառավորում էին Աստծուն։ Ահով լցվեցին եւ ասում էին. «Այսօր նոր նշան տեսանք»։ Դրանից հետո դուրս ելավ այնտեղից եւ տեսավ մի մաքսավորի, որի անունը Ղևի էր, որ մաքսատանը նստած գործի էր։ Հիսուսը նրան ասաց. «Իմ հետևից արի»։ Եվ նա, թողնելով ամեն ինչ, վեր կացավ, գնաց նրա հետևից։ Եվ Ղևին իր տան մեջ նրան մեծ ընդունելություն տվեց, եւ մեծ թվով մաքսավորներ եւ ուրիշներ նրանց հետ սեղան էին նստել։ Փարիսեցիները եւ դպիրները տրտնջում էին Հիսուսի դեմ իր աշակերտների մոտ ու ասում. «Ինչու եք մաքսավորների եւ մեղավորների հետ ուտում եւ խմում»։ Հիսուսը պատասխանեց եւ ասաց նրանց. «Ոչ թե առողջներին, այլ հիվանդներին են բժիշկներ պետք»։
Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին ապաշխարության։ Եվ նրանցից ոմանք ասացին նրան. Ինչու Հովանեսի ինչպես եւ Փարիսեցիների աշակերտները ծոմ են պահում հաճախ եւ աղոթք մատուցում, իսկ քո աշակերտներն ուտում են ու խմում։ Եվ Հիսուսն ասաց նրանց. Միթե կարող եք հարսանքավորներին հրամայել, որ ծոմ պահեն, մինչդեռ փեսան նրանց հետ է։ Կգան օրեր, երբ փեսան նրանցից կվերցվի, ապա այդ օրերին ծոմ կպահեն։ Եվ նրանց մի առակել ասաց. Ոչ ոք նոր կտավի ցնացած ձորձի վրա կարկատան չի դնի, որովհետև նոր կտավը թե պատրված կլինի, եւ թե հնի հետ չի հարմարվի։ Եվ ոչ ոք նոր գինին հին տիկերի մեջ չի լցնի, ապա թե ոչ նոր գինին հին տիկերը կպայթեցնի, գինին կթափվի եւ տիկերը կփչանան։ Այլ նոր գինին նոր տիկերի մեջ պետք է լցվի, եւ երկուսն էլ կպահպանվեն։ Եվ ոչ ոք հինը խմելուց հետո նորը չի ուզի, որովհետև կասի թե հինն ավելի լավն է։